11-ամյա Արցախցի Եվայի կարոտը մտքերն ու երազանքներն են նկարում։ Այս կտավը պետք է կախված լիներ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ցուցասրահի պատից, բայց կրթարանի տնօրենը հակապետական է որակել նկարը եւ հորդորել է հեռացնել։ Մեծերի աշխարհում որոշումներ կան, որոնք երեխաների համար այդքան էլ հասկանալի չեն։ Ամենադժվարը 11-ամյա աղջնակին բացատրելն էր, ինչու կարող է իր ծննդավայրի խորհրդանիշը որևէ մեկին խանգարել։ Մտածեցի, բայց ինչի համար, որ դա ուղղակի նկար է, ինչ են ինձ հեռացրել ու տենց լուրջ պատմություն ստեղծել։ Եվան նկարել էր ամենամյա մրցույթի համար։ Ուսուցիչը երեկոյան է կախել, առավոտյան տեսել նկարների շարքում չէ։ Տնօրենն է հորդորել հանել։ Եվան այս պատմությունը վերջում է իմացել։ Հիմա ուսուցչուհին չի աշխատում դպրոցում, երեխան եւս հրաժարվում է հաճախել կենտրոն։ Նկարել եմ Արցախի բերդը, որ առաջի անգամ եղել եմ այնտեղ, տպավորվել է իմ մեջ։ 8 տարեկանում Արցախից տեղահանված Եվայի համար նկարչությունը պարզապես գույների խաղ չէ, այլ կամուրջ դեպի իր տունը։ Երբ կարոտը սեղմում է կոկորդը, նա վերցնում է վրձինն ու սկսում նկարել այն ամենը, ինչ թողել է այնտեղ, սարերի հետևում։ Նկարոտել եմ ամենաշատը իմ խաղալիքները, իմ սենյակը, չգիտեմ։ Ընկերներին ամենաշատն եմ կարոտել, որ նկարում եմ, սկսում եմ ավելի կարոտը սառնել։ Հակապետական որակված նկարը վաճառվել է աճուրդում։ Այն $1800 ձեռք է բերել Մոսկվայում բնակվող արցախցի Կայանե Աղաբեկյանը։ Շատ է ուրախան, որ տեսնում եմ ուրիշների իմ նկարի հետ նկարվում են։ Սիրում եմ վառ ու պայծառ գույներով նկարել։ Երբ որ նկարում եմ, ամենաշատը վերջանում է սպիտակ ներկը։ Եվան Հայաստանում փորձում է լցնել իր առօրյան սիրելի զբաղմունքներով։ Նա հաճախում է նաև պարի եւ լողի։ Ու թեև իր նկարած տատն ու պապը ցուցասրահում չէ, Եվան չի դադարում նկարել։ Նոր պատմություններ ու արկածներ էլ բացահայտում է գրքերի էջերում։ Ամենաշատը սիրում եմ արկածներով լի գրքեր, օրինակ կախարդական գրադարանը կամ Ժենգյալի համը։ Բնանկարն է Եվայի ամենասիրելի թեման։ Նա արդեն նկարել է Ճարտարի բերդը։ Հիմա երազում է Ճարտարում գտնվող Եղիշի Առաքյալի վանքը պատկերել։ Ասում է, այդ սրբատեղին շատ գեղեցիկ է, միշտ աչքի առաջ է ու մի օր անպայման կհայտնվի իր կտավներից մեկում։ Ես ուզում եմ նկարել նաև Եղիշե վանքը, որը շատ գեղեցիկ է։ Ալադավթյան, Ալիսա Մելքոնյան, Հայկ Սուքիասյան, Էպիկենտրոն։